Վերորդի Աստված մեզ լավ ժամանակներ ա տվել։ Նման ճամբար եղբայրներ, որ այս բոլորը ծառայի մեր հոգևոր աճերում, մեր հոգևոր մարդ դառնալուն, Աստծո մարդ դառնալուն։ Վերորդի, որ մենք դա գնահատենք, մեր գալու նպատակը այստեղ դրա համար լինի։ Աստված օրհնի, որ Աստծո միջև եղած այդ եթե կապը, մտերմությունը դադարել է, կտրվել է, որ դա վերականգնվի։ Աստված ուզում է, կապ չունի ինչն է պատճառը եղել, որ իմ կապը կտրվել է, դադարել է իմ հաղորդակցությունը։ Այսօր մեր հավաքվելու նպատակը դրա համար է։ Երանի են երիտասարդ լինում, որ դրա համար է եկել այստեղ։ Տերը իրան դատարկաձեռը այստեղից պարատ տուն չի ուղարկել, սիրելիներ։ Աստված օրհնի, թե եղբայրները, թե քույրերը, որ մեր գալու նպատակը այստեղ դա լինի։ Նման երիտասարդներին մենք հարգում ենք, սիրում ենք, ուզում ենք շփվել իրանց հետ, իրանց կողքին նստել, լսել իրանց, աղոթել իրանց համար, սիրելիներ, այո, մենք ուրախանում ենք նման երիտասարդներով, ովքեր ճիշտ է թույլ են, տկար են, պարտվում են պատերազմի ժամանակ, բայց իրանք կանգնում են Տիրոջ կողքին եւ ասում են Տեր, մեկ է ես քոնն եմ, թեկուզ տկար եմ, թույլ եմ, պակաս եմ, բայց ես քոնն եմ եւ դու էլ իմն ես։ Սա շատ կարևոր բան է, սիրելիներ, Աստված օրհնի, որ դա մեր սրտում լինի։ Ես պետքա սիրելիներ, հետևյալ խոսքերը կարդամ, Աստված օրհնի մեզ, որպեսզի սիրելիներ դա տեղի ունենա։ Ես Սաղմոսներից մի խոսք եմ ուզում կարդալ, Սաղմոս 38, 18 խոսքը։ Նորից եմ կրկնում, Սաղմոս 38, 18 խոսք։ Ինչը գրում Սաղմոսի հեղինակը, որը Դավիթն է։ Կարդամ այդ խոսքերը։ Վասնզի անօրենությունս պիտի պատմեմ, ով կարա Տիրոջից ծածկի սիրելիներ, չկա նման բան, չի եղել նման մարդ։ Եվ սա առաջին քայլն է, սա սիրելիներ ամբողջը չի միայն պատմել, խոստովանել, ու մեղքիս համար հող պիտի անեմ, որ այդ ճահճից դուրս գամ, իմ կյանքում գա այդ օրը, որ մեղքը ինձ շհախտի, գերի չվերցնի, Սուրբ Գիրքն ասում, հոգևոր կյանքը ճահիճ չի, որ ես այդ ճահիճը ընկնեմ, նորից դուրս գամ, նորից ընկնեմ, մինչև իմ կյանքի ավարտը։ Այո, կա նման շրջան, մարդը պարտվում է, մարդը ընկնում է, հուսահատվում է, բայց կա նաև շրջան, որը էլ մարդը չի հայտնվում այնտեղ։ Սա սիրելիներ մեզանից է։ Դավիթը ասում է, որ պիտի իմ անօրենությունս, մեղքս քեզ հայտնեմ, եւ նաև հոգ պիտի անեմ, որ ես էլ դրա մեջ չլնեմ։ Իմ կերակուրը դա չլինի, չհայտնվեմ դրա մեջ։ Դրանով չապրեմ ես։ Սա հոգևոր պատերազմը, ու նաև եթե իմ մեջ զզվան կա, նաև ես հոգ եմ անում, եթե ես չեմ սիրում եւ զզվում եմ, բայց չունեմ հոգևոր աճ, հասար չունեմ եւ դրա համար էլ ես ընկնում եմ, որովհետեւ հոգևոր կյանքում քայլել սովորելու համար մարդը քայլելու ժամանակ ուզում է սովորել ընկնում է, բայց չի ուսանում, նորից ոտքի է կանգնում եւ նորից շարունակում է։ Եվ մի տեղ էլ պետք է կարդամ սիրելիներ Տիրոջ խոսքից, մեր բոլորի համար սրանք գրվել են մեր համար, որպեսզի մենք այս խոսքերին հանդիպենք, որոնք մարդիկ ապրել են։ Այս սաղմոսները, որ գրվել է, սա գիտելիք չի, որ փոխանցել են թղթին, սա ճանապարհ է, որ
այս խոսքերը մարդը ապրել է, ճաշակել է, տեսել է դա ինչ բան է ու հետո նոր հանձնել է ինքը թղթին։ Պետք է մեր բոլորի համար այս խոսքերը կարդամ այդ խոսքերը եւ Աստված օրհնի մեր հաղորդակցություններ իրար հետ ստացվի։ Օրինակ ես շատ եմ ուզում, որ իմ հաղորդակցությունը կապ չունի տարածքը, կապ չունի եղբայրը, քույրը, մեր շփումը, մեր հաղորդակցությունն իրար հետ։ Իրար կարողանանք հասկանանք, վստահենք, իրար լսենք, որպեսզի բերի շինություն, որպեսզի սիրելիներ մենք այստեղից դատարկաձեռը չվերադառնանք մեր ընտանիքները։ Ես էլ սիրելիներ շատ եմ աղոթել այս մեր հանդիպումների, մեր շփումների համար, որ դա լինի հոգևոր դաշտի մեջ, որպեսզի իրոք եւ մեր շինություն բերի, մենք էլ ուրախացած գնանք, որ ունենք նման երիտասարդ քույրեր, եղբայրներ, ովքեր փոխարինողն են, նրանց ովքեր տարիք են առել, հասակ են առել, որովհետև շատ կարևոր է սիրելիներ, որ եկեղեցին ունենա առողջ երիտասարդներ, որ փոխարինեն նրանց, ովքեր արդեն տարիք են առել եւ սիրելիներ, իրանք պետք է գնան իրանց հավիտենական տունը։ Սաղմոսից մի տեղ եմ կարդում, սիրելիներ ու խոսքս ավարտում 31 Սաղմոսից ես պետք է կարդամ մեր բոլորի համար 22-րդ խոսքը, նորից եմ կրկնում 31 Սաղմոս 22 խոսք։ Դարձյալ Դավիթն է, նայեք իր ապրումները, ինչ ապրումներ ունեցել, հոգևոր պատերազմների մասին է, ոչ թե թշնամիներ եկել շրջափակել, ինքը պատերազմող մարդ է, վարժված էր պատերազմելու։ Իմ շփոթությանս մեջ ասի թե ես քու աչքերդ ընկա, մարդը որ ընկնում է, մարդը որ սխալներ է թույլ տալիս, մարդը երբ որ հոգևոր պատերազմում պարտություն է կրում, առաջի բանը մարդը սկսում է շփոթվել եւ այդ շփոթվելու ժամանակ իրան ինչ մտքեր են գալիս, հակառակորդը ինչ մտքեր է ուղարկում, որ ես Տիրոջ աչքերից ընկել եմ։ Էլ ինձ չի նայելու, ես իրա տեսադաշտից դուրս եմ, բայց շարունակեմ, սակայն դու իմ աղոթքից ձայնը լսեցիր, երբ քեզի աղաղակեցի։ Սիրելի երիտասարդներ, մենք մարդ ենք, ունենք սխալներ, բայց եթե ես համաձայն չեմ մեղքի հետ, համաձայն չեմ նրա հետ, որ ես ընկել եմ, գերի եմ տարվել, ես ուզում եմ գերությունից ազատվեմ, այդ մարդը երբ որ ներքին սենյակի մեջ ուզում է իր հայացքը Տիրոջը ուղղել, Տերը նման մարդու կողքին է կանգնում։ Իմ շփոթությանս մեջ ասի թե ես քու աչքերդ ընկա, սակայն դու իմ աղոթքից ձայնը լսեցիր, երբ քեզի աղաղակեցի։ Աստված օրհնի թող բժշկություն լինի։ Տերը սպասում է մեր աղաղակին, մեր անկեղծ զրույցին, սպասում է իր երեսը փնտրելու սիրելի երիտասարդ, պատահական չի, որ Տերը քեզ բերել է այստեղ, սա պատահականություն չի, Աստված ուրեմն այստեղ իմ համար եւ յուրաքանչյուրիս համար ծրագիր ունի։ Թույլ տար, թող այդ ծրագիրը ոչ թե երազանք, այլ իրականություն դառնա։ Ամեն։ Սիրելի եղբայրներ, քույրեր, եկեղեցին ով տարածքից որ եկել է, գնա այնտեղ, տեսնեն իրական փոփոխություն եւ փառթան Տիրոջը, որ մենք ունենք այդպիսի Տեր Աստված, որ ինքը մարդու կյանքում ով որ ուզում է իհարկե, իր կյանքում կատարում է հրաշքներ, իսկ ամենամեծ հրաշքը
որ իմ համար Հիսուսը դառնում է կյանքի իմաստ, իմ համար ապրելը ինքն է, իմ կյանքի իմաստը, ինքը դառնում է իմ սրտի գանձը, և ուրիշ մեկը չկա իմ սրտում, իմ կյանքում։ Աստված այդ նման հրաշներ անում է, ես նորից եմ կրկնում, նրանց կյանքում ովքեր ուզում են, ովքեր աղոթում են։ Ոչ թե Աստված անկարող է բոլորի կյանքում անելու, եթե մեկը չի ուզում, դա էլ Աստծուսն է, Աստված ինքը բռնապետ չի սիրելիներ, տվել ազատ կյանք, մեր առջև դրել է կյանքը և օրհնությունը, և ասում է դա ընտրի, իսկ ընտրությունը իմ կողմն է, իմ ներսը պետք է այո ասի, իմ հոգին պետք է այո ասի նրան, Տեր օրհնի մեզ սիրելիներ, որպեսզի այդ շինարարությունը, սա շինարարություն է հոգևոր կյանքը, երանի նրան, ում կյանքում Սուրբ Հոգին կատարում այդ օրհնյալ շինարարությունը։ Անկեղծ եմ ասում, ես երանի եմ ասում նրան։ Կապ չունի գիրտը, անկիրտը, ունևոր է, թե ոչ, գեղեցիկ է, թե տգեղ է, կապ չունի, այդ անձը երանելի անձ է։ Ես երանի եմ ասում։ Թող այդ երանությունը բոլորիս վրա հանգչի սիրելիներ, այդ երանությունը ես երկար չեմ խոսելու, բայց պետքա Սուրբ գրքից մի տեղ կարդամ, այդ մտքի շուրջը մի քանի մտքեր արտահայտվեն, մեկ երկու տեղ մեջբերում անելուց հետո մենք պետքա պատրաստվենք աղոթքի։ Սա այն տեղն է, երբ որ ամբողջ օրը Հիսուսը ոչինչ չէր կերել, աշակերտները գնացել էին քաղաք, որպեսզի հաց բերեն, եկան և Հիսուսին առաջարկեցին ուտելիք, և ինչ է ասում Տեր Հիսուսը։ Հովհաննես ավետարան 4-րդ գլուխ 31 և 32 խոսքեր են, նորից եմ կրկնում, շատերը գրում են, Աստված օրհնի ձեզ, Հովհաննես ավետարան 4-րդ գլուխ 31 և 32 խոսքը։ Մեր ուշադրություն ուզում եմ հրավիրել 32 խոսքի վրա։ Այս միջոցին աշակերտները իրեն կաղաչեին ու կսեին, Ռաբի հացքեր, անիկա ըսավ անոնց, ես կերակրում ունեմ ուտելու, որ դուք չեք։ Այն փորձիչը, որ այսօր փորձում է, հրապուրում է, գայթակղություններ է դնում, այն ժամանակ այնպես չի, որ ինքը խելոք էր, ավելի խղճով էր, ավելի բարի էր փորձիչը, նման բան չկա, սիրելիներ, բայց Հովսեփը գիտեք իր ներսը ինչի էր ոչ թե հազիվ իրան զսպեց, ինքը կերակուրում է ուտելու, ինքը քաղցա շերանոթի չէր, հոգու կերակուրի մասին է խոսքը սիրելիներ, հոգու սովը ավելի սարսափելի է, քան մարմնին, դա ուրիշ բան է, դուք երիտասարդներ եք, դուք գիտեք, ես նորություն չեմ ասում, ես էլ ձեր տարիքին եղել եմ, ես էլ ձեր չեմ եղել, սիրելիներ, այն պատերազմները, որ կան ձեր մեջ, այդ պատերազմները եղել են մեր մեջ, այն գայթակղությունները, որ հանդիպել են ձեզ, մեր ճանապարհներին իշքան են հանդիպել, բայց ես հիշում եմ, այսօր էլ դա է ապահովում այդ գերակուրը։ Ես ինչ եմ կարողացել պահել, հիմա էլ ես չեմ կարող պահել։ Իմ հույսը, իմ հոգևոր գիտելիքների վրա չի, դիրքի պաշտոնի վրա չի, երկար տարիների փորձի վրա չի, իմ հենարան, իմ հույսը Տեր Հիսուսն է և վերջակետ։ Եվ այդ կերակուրը պահելը
Էնել ոնց ապահել սիրելիներ։ Հիսուսը շատ կարևոր բան ասեց, ամբողջ օրը հաշ չէր կերել, իսկ աշակերտները մտածում են հետաքրքիր ով է իրան կերակուր տվել, աշակերտները չհասկացան Հիսուսի ասածը, Հիսուս ասեց, ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք, չեք տեսնում, դրա մասին դուք չունեք գիտելիք, սիրելի երիտասարդներ, դա ձեզ պահելու է, դա տալու է ձեզ հաղթանակ, եւ դուք ձեր ձեռքը չեք մեկնելու հակառակորդի այդ սկուտեղին, որ գեղեցիկ ձևով բերում է եւ մատուցում է, ինքը շատ ուժեղ մատուցող է, մասնագետ է դրա մեջ, իշխաններին է մատուցել եւ հաջողությանը հասել, իշխանները իրան ձեռքը երկարացրել են այդ սկուտեղին, որովհետև քաղցած են եղել, հոգու քաղցը, հոգու սովը այդպիսի մի բան է, Տեր օրհնի ձեզ, սիրելի երիտասարդներ, ես պետք է մեկ-երկու տեղեր հիշացնեմ ու մենք աղոթքով պետք է Տիրոջ առջև գանք։ Ես շատ ծանոթ տեղ եմ կարդալու Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 17 խոսքը նորից եմ կրկնում Ղուկաս ավետարան 15 գլուխ 17 խոսք այն ատեն իմ զինքնի գալու վսավ քանի բանվորներ կան իմ հորս տունը հացով լեցված եւ ես սովամա կկորսնեմ թեկուզ իրա տունը շատ հաց կա բոլորին բավարար է բոլորին հայրը մեղավոր էր որ իրա որդին սովամահ էր լինում մեր որդումը մեր հայրը մի շատ ունի եւ դա ձերն է սիրելի եղբայրներս քույրերս քոնն է մի ասա իմ կողքինն է քոնն է դա ինն է բայց եթե մենք չենք օգտվում մեր հոր տան օրհնություններից լեցունությունից սա չի նշանակում որ հայրը տարբերություն է դնում իմ կողքինը օգտվում է ճաշակում է օրեցօր աճում է հաղթություն ունի հոգևոր հասակ է առնում բայց ես ոչ ասում է չտեսնենք ասում ոտ չկա տարբերություն Աստված խորտ աղջիկներ եւ տղաներ չունի սիրելիներ Ստեղ թող ոչ ոք չասի, որ ինքը խորթ է, թեկուզ չունի հաղթություն, թեկուզ չի ստացվում իր կյանքում, մենք դիտեսնենք մեր հարազատ հորը, դիտեսնենք եւ կարողանանք սիրելիներ այդ հարազատ հոր ունեցվածքից, հարստությունից մեր ներսը լեցնենք Այդ դա փորձությունների ժամանակ, իսկ Հիսուսը չի ասել, որ չի լինելու գայթակղություններ, մոլորություններ, փորձություններ, ինքը չի թաքցրել, ինքը ասել է, որ դա լինելու է, ձեր ճանապարհին դա հանդիպելու է, նա չի թաքցրել, բայց նաև ասել է, ինչն է ձեզ պահելու, որ դու կարողանաք անվախ քայլել Եվ ճանապարհի կեսին չմնալ, այո, սիրելիներ ցավը, մեծ ցավը, իմ հոր տունը հացով լեցված է, եւ ես սովամահ եմ լինում։ Տեր օրհնի մեր բոլորին, ես չեմ ուզում սիրելիներ, սա շատ խորը կիսվելու, զրուցելու, աղոթելու, շատ խորը բան է սա։ Ես այսօր ունեմ դրա կարիքը,
Վաղը ունեմ և մինչև իմ կյանքի ավարտ անկախ իմ տարիքից, անկախ նրանից ով եմ ես, ինչ հոգևոր գիտելիքների տեր մարդ եմ ես։ Սիրելիներ, Աստված մեզ խնջույքի է կանչել, կանչել է, որ մենք իրան ճաշակենք, հանդիպենք իր հետ, լեցվենք իր աստվածային կյանքով, մեր այստեղ գալու, ես էլ եմ դրա համար եկել, ես չեմ եկել ինչ-որ բաներ սովորացնելու, ասելու, ես եկել եմ, որ մտնեմ մի անկյուն, որ ես և երկինքն է, իրենց զրուցելու, որ դա բավարար չի սիրելիներ, այն 10 օրը, որ ես այստեղ պետք է անցկացնեմ, դա ունի շարունակություն այստեղից հետո, մինչև իմ կյանքի ավարտը, պատրաստվենք աղոթքի